Աննհոր եւ Որդվո եւ Օգուն Սրբո ամեն։ Փառք Աստծո, որ մեկտեղ հավաքվեցինք, ուրախ ենք այս ներկայության համար, որ եկանք միասնաբար Տերը փնտրելու, Տիրոջը գովելու եւ փառաբանելու Տերը։ Փառք լինի այս պահի համար։ Ինչպես գիտենք, մենք մեծ պահոց շրջանի մեջ ենք, բոլոր մեր առաքելական եկեղեցիների մեջ մեծ պահոց շրջանն է, որը սկսվում է, ինչպես գիտեք, բուն բարեկենդանով եւ այնուհետեւ շարունակվում է արտաքսման կիրակիով եւ այնուհետեւ նրանց հետո գալիս է անառակի կիրակին, երրորդը, չորրորդը գալիս է տնտեսի կիրակին եւ այս կիրակի, որ մենք դիմավորեցինք եւ նշեցինք, սա դատավորի կիրակին էր, որ այնուհետեւ պիտի շարունակվի Գալստյան կիրակի եւ Ծաղկազարդ եւ այնուհետեւ Տեր Հիսուս Քրիստոսի խաչելություն, չարչարանք, թաղում եւ հարություն։ Փառք Տիրոջ, որ մենք այդ ուրախությամբ, հարության ուրախությամբ ենք ապրում եւ մեկտեղ ենք հավաքվել այս խորհուրդներին ներկա լինելու։ Եվ ինչպես գիտեք, 5-րդ կիրակին խորհրդանիշներ դատավորի կիրակին։ Եվ ինչպես գիտենք, մենք շատ լսեցինք այսօր եւ ամեն տեղ թե համացանցով, թե մեր եկեղեցվո բոլոր հոգևոր հայրերի մեկնությունով եւ այսօր եւս մեկ անգամ հիշենք եւ նշենք, որ ինչ էր այս առակի պատմությունը եւ ինչ է ուզում ասել այս առակը յուրաքանչյուրիս ինձնից սկսյալ։ Եվ ինչպես գիտեք, դատավորի կիրակին վերցված է Ղուկաս ավետարանի 18-րդ գլխի 8-րդ համարից։ Եվ վերնագիրն է Որբևարին եւ դատավորին առակը։ Եվ ինչ է ներկայացնում մեզ Տեր Հիսուս Քրիստոսը յուրաքանչյուրիս հիշեցնում է եւս մեկ անգամ, ինչպես որ մենք հիմա երգեցինք, ակնածանքով կխոնարհվեմ Տեր, ակնածանքով կխոնարհվեմ եւ կաղոթեմ։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս շարունակում է ասելով, որ միշտ աղոթեցեք, հարատև աղոթեցեք, առանց վհատելու, առանց ծանծրանալու, միշտ աղոթքի մեջ եղեք, ինչ երանելի խոստում է, որ մեզ տրվում է Տիրոջ կողմից եւ քաջալերում է մեզ ասելով, որ Տիրոջ հետ կապը մի թողեք։ Եվ ինչ նեղություններից էլ որ անցնեք, Տիրոջը մի լքեք։ Որովհետև Տերը ինձ չի լքում։ Եթե Տերը քեզ չի լքում, եղբայր եւ քույր, դու ինչու ես լքում Տիրոջը։ Ահա այս է, որ Տերը ասում է, որ ինձ եկեք, ինձ մոտ եղեք, ինձ մով եղեք, եւ ինչ դժվարություններ որ ունենաք, ինչ նեղություններ որ ունենաք, մի վախեցեք, քաջասիրտ եղեք, որովհետև ես ձեզ մենակ չեմ թողնի, որովհետև ես ձեզի հետ եմ ամեն ժամանակ, որտեղ որ լինեք, հիվանդանոցում լինեք, տունը լինեք, գործատեղիում լինեք, արձակուրդի մեջ լինեք, եկեղեցիում լինեք, որտեղ որ լինեք, ես ձեզի հետ եմ։ Եվ առակ է պատմում ասելով, որ մի քաղաքի մեջ կար մի դատավոր եւ մի անճար մի կին, որ որբևարի էր, այրի էր, եւ այս կինը հարց ուներ։ Գիտեք, չեմ կարծում, որպեսզի արագ անցնենք վրա։ Այս կինը խնդիր ուներ, այս կինը նեղություն ուներ, որ իրեն նեղում էր։ Չի ասում, թե ինչ նեղություն ուներ, բայց գիտենք, որ այս կնոջը մի հարց տանջում էր, շատ էր նեղում եւ այս կինը չէր կարողանում ձերբազատվել այդ նեղությունից։ Եվ ում պիտի դիմեր, եթե ոչ դատավորին, որտեղ մենք գիտենք, որ դատավորի խոսքը, այսինքն ինչ որ ասած դատավորը, այդ պիտի կատարվի։ Եվ դատավորի համար Տեր Հիսուս Քրիստոս վկայություն է տալիս ասելով, որ
այս դատավորը, այս մարդը, որ դատավոր էր, որ մարդը եւ դատավոր էր, այս դատավորը անամոթ դատավոր էր, չէ՞։ Մարդոց մի ամոթ չուներ։ Երբեմն մենք ասում ենք, որ մարդուն անվանում ենք, որ այս մարդը ամոթ ունի, բայց այս մարդը ամոթ չուներ, անամոթ էր եւ առավել Աստծուց վախ չուներ։ Այսինքն նրա մեջ չկար Աստծո երկյուղը։ Ինչու, ուրեմն եթե նրա մեջ չկար Աստծո երկյուղը, ուրեմն նա ինչ էր, տգետ էր, իմաստուն չէր, որովհետև մենք գիտենք Տիրոջ խոսքից, Տիրոջը վախը ինչն է, իմաստության սկիզբն է։ Ուրեմն այս մարդը տգետ էր, այս մարդը անամոթ էր եւ այս կինը վստահ էր իր քայլին, իր մտքի մեջ դրել էր, որ պետք է այս հարցը լուծվի, ինչպես ամեն օր դատավորին գնում էր եւ թախանձագին կերպով նրան խանգարում էր, ամեն անգամ ասելով, որ տես իմ դատս, ինձ ազատիր այս դատից, ազատիր այս դատից, ազատիր իմ ոսոխից, ազատիր իմ հակառակորդից։ Բնականաբար դատավորը չէր ուզում տեսնել, որովհետև ոչ մի շահ չկա։ Գիտենք, երկրավոր աշխարհի դատավորները շահ, աչառություն, ճոգողություն, դրամ, փառասիրություն եւ նշանակում է, որ անիրավ դատավոր։ Աշխարհի դատավորների մեջ այսպես է, որովհետեւ մարդիկ որպես դատավոր ինչ են անում, մեղավորին արձակում են եւ նրան արդարություն են շնորհում, հակառակ դեպքում էլ արդարին մեղավոր են հռչակում։ Եվ այսպես այս կինը հասավ իր նպատակին հարատևությամբ։ Եվ այս դատավորը տեսեք Քրիստոսի խոսքը ասում է, որ իր մտքի մեջ գիտի իր անձը, ճանաչում է իրեն, որ ինքը շատ անամոթ եւ ոչ աստվածավախ մարդ է, բայց եւ այնպես ասում է, որ ոչ թե այս կնոջ շահի համար, հապա որպեսզի չգա եւ ինձ, այսինքն չնեղացնի, ամեն անգամ ինձ բادر չանի։ Ասում է, ազատեմ գլխիցս, թող գնա, եւ տեսնում է իր դատը, եւ նրան ազատում է իր ոսոխից եւ ճանապարհ է դնում։ Եվ սրա մեջ Տերը ուզում է հասկացնել, որ մենք պետք է հարատև աղոթենք, ամեն ժամանակ առանց ծանծրանալու աղոթենք եւ մեծ ուրախություն ունենանք այն երջանիկ հույսի համար, որ Տերը մեզի այդ հույսը տալիս է, ասելով, որ հույսով ուրախ եղեք։ Այս աշխարհի մեջ նեղություններ ով չունի, այս աշխարհի մեջ փորձություններ ով չունի, այս աշխարհի մեջ այդ հակառակորդի կրակոտ նետերից ով չի վնասվում։ Հիշեցեք, թե մենք որպես հավատացյալներ, որպես Աստծո զավակներ, ամեն անգամ մենք ինչ ենք լինում, փորձության մեջ ենք լինում, նեղության մեջ ենք լինում, բայց Տերը մեզ ասում է, որ մի վախնակ, այս աշխարհի նեղությունները ոչինչ են, գալիք փառքին համար, որ Տերը խոստացավ յուրաքանչյուրից, ուստի նախանձախնդիր եղեք եւ միշտ աղոթեցեք, այսինքն հույսով ուրախ եղեք, նեղության մեջ համբերենք եւ հարատև աղոթենք։ Եվ այս է ուզում սովորեցնել Տերը մեզ, որ մենք պետք է ամեն ժամանակ աղոթենք, ոչ թե միայն մեր, այսինքն նեղության մեջ, ոչ, ինչու միայն մենք Տիրոջից պիտի խնդրենք Տեր տուր, ոչ, մենք պետք է փառաբանենք Տիրոջը, ամեն ժամանակ, ամեն բանի համար փառք եւ շնորհակալություն հայտնենք Տիրոջը։
Եվ մեզի ուղղություն է տալիս, ասելով, որ իրարու համար աղոթեցեք, որպեսզի բժշկություն գտնեք։ Որովհետև հավատքով եղած աղոթքը հիվանդը կբժշկի։ Մեկտեղ հավաքվելը եւ աղոթելը սա մեծ զորություն է, որ Տիրոջից է գալիս մեզի։ Ինչ է աղոթքը, սիրելի քույր եւ եղբայր։ Աղոթքը շահկապ է, որ երկնքից երկիր է իջնում եւ երկրից երկինք է բարձրանում։ Աղոթքը ով է տալիս մեզի, Սուրբ Հոգին է տալիս։ Հիշեցեք առաքյալներին, աշակերտներին, երբ որ Հիսուսին ասացին. «Տեր, մեզ աղոթել սովորեցրու»։ Եվ Տերը նրանց ասեց. «Ահա այսպես աղոթեցեք»։ Ինչ գեղեցիկ է, չէ՞, Հայր մեր, որ երկինքն ես, սուրբ լինի քո անունը։ Տուր մեզ ամեն օրվա մեր հացը անապազոր։ Այսինքն, ով է մեր անապազոր հացը, ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ես եմ կենաց հացը։ Տուր ամեն օր քո երեսը, քո ներկայությունը մեր կյանքի մեջ, որպեսզի մենք հաղթական կյանք ապրենք քեզանով, Տեր Հիսուս Քրիստոս։ Սիրելի ունկնդիրներ, բոլորդ այստեղ կամ մեզի դիտող համացանցով, այս առակը մեզ ցույց է տալիս, որ մենք պետք է ամեն ժամանակ առանց վհատելու, առանց ձանձրանալու աղոթենք Տիրոջը, որովհետև Տեր Հիսուս Քրիստոս ասում է, որ նայեցեք, եթե այն անիրավ դատավորը տեսավ այդ կնոջ հարցի լուծումը տվեց, հապա մեր երկնավոր Հայրը, որ երկնքում է եւ մեզ այդքան սիրում է, միթե պիտի չլսի մեր աղոթքները, միթե պիտի պատասխան չտա մեզի, քավլեցի, անշուշտ պիտի տա։ Կմտածենք, որ ես աղոթում եմ, բայց Տերը չի լսում։ Ոչ, խաբկանք է սա, այդպես բան չկա, Տերը բոլորի աղոթները լսում է, բոլորի, անկասկած։ Գիտեք ինչ միտքս եկավ։ Զաքարիա քահանապետին հիշում եք, որ գրանցված է Ղուկասու ավետարանի մեջ, որ երբ որ իր քահանայության ժամանակը եկավ եւ երբ որ մտավ տաճար աղոթքի, եւ ահա այնտեղ Գաբրիել հրեշտակը երևաց նրան, եւ գիտեք ինչ ասաց։ Ասաց. Զաքարիա, քո աղոթքը լսվեց եւ քո կինը զավակ պիտի ունենա։ Զաքարիան տարիներ շարունակ աղոթում էր եւ չէր ձանձրանում։ Եվ Աստված լսեց նրա աղոթքը, Գաբրիել հրեշտակին ասաց. գնա, թեև ծեր են տարիքով, չէ՞։ Զաքարիան ինչ ասաց, իմ կինս ծեր է, ես ծեր եմ, ինչպես կարող ես ալնել, չէ որ դու աղոթում էիր հարատև, չէ որ դու անդադար առանց զազրանալու աղոթում էր, Աստված լսեց քո աղոթքը եւ քեզի զավակ պարգևեց։ Տեսնում եք, տարիների ընթացքում ամեն բան կարող է լինել, միայն հարատևություն է պետք, մեզի առանց վհատելու, առանց զազրանալու հարատև աղոթել։ Մեկ օրինակ էլ տամ ձեզի, Աբրահամը, հավատքի հայր, Աստված նրան խոստացավ զավակ։ Երբ Աբրահամ քանի տարեկան էր, 75 տարեկան էր, Աստված Աբրահամին զավակ խոստացավ։ Քանի տարի հետո տվեց, 25 տարի հետո։ 25 տարի Աբրահամ հավատքով սպասեց։ Եվ 100 տարեկան էր, երբ Իսահակ ծնվեց։ Տեսնում եք հարատևություն, մենք երբեմն մեկ օր, երկու օր, մեկ շաբաթ, մեկ տարի աղոթում ենք, ասում ենք, որ բավե, Տեր Աստված չի տալիս, աղոթքս պատասխան չի տալիս, ոչ, Տերը տալիս է պատասխանը։ Ուստի ուզում եմ, որպեսզի մենք վարժվենք աղոթքի մեջ, հարատևենք, բայց ինչպես, եւ Տերը ասում է, որ ահա այսքանից հետո, այսքան հարատևությունից հետո, երբ որ մարդու որդին կա այս աշխարհ, արդյոք հավատ պիտի գտնե։ Այստեղ ցույց է տալիս, որ մենք ինչպես պիտի ներկայանանք Տիրոջ առջև, ինչպես պիտի աղոթենք ես եւ դու, եւ շատ պարզ օրինակ է տալիս, ասելով, որ երկու մարդ տաճար գնաց։ Այս երկու մարդը խորհրդանշում է ամբողջ աշխարհի մարդկությունը։ Երկու մարդ աշխարհը գնաց աղոթքի կանգնեց եւ տեսեք
ինչպես է պետք աղոթել։ Մեկ ասում է փարիսեցի էր, մույսը մաքսավոր էր։ Եվ այս փարիսեցիները, որպես օրենքի ուսուցիչներ, սադուկեցիներ, փարիսեցիներ, իրենց աղոթքը ուրեմն այսպես էր, սրանք այսպես էին աղոթ սովորել, որ իրենց անձերը բարձրացնեն, իրենք իրենց ցույց տան։ Եվ այս նույն առիթով ես պիտի հիշեմ, որ գրված է Մատթեոս ավետարանի 6-րդ գլխի մեջ 5-րդ համարը, տեսեք ինչ է ասում. Երբ աղոթ կնես, կեղծավորներուն նման մի լինար։ Ուրեմն փարիսեցին կեղծավորի պես էր աղոթում։ Կեղծավորների պես մի լինակ, որոնք կսիրեն ժողովարաններուն մեջ ու հրապարակներուն անկյունները կայնեն, աղոթ կնեն, որպեսզի մարդոց երևնան, ճշմարիտ կսեմ ձեզի, անոնք իրենց վարձքը առած կլինան։ Իսկ երբ որ դու աղոթ կնես, ասում է, իսկ դու երբ որ աղոթ կնես, մտիր քու ներքին սենյակդ եւ դուռդ գոցե եւ աղոթ կրե եւ հորդ, որ գաղտուկ տեղը կգտնվի եւ քու հայրդ, որ գաղտուկը կտեսնե, քեզի հայտնապես հատուցում պիտի անե։ Ուրեմն մաքսավորն էլ աղոթեց, փարիսեցին էլ աղոթեց։ Փարիսեցի աղոթքը ինչ էր? Դատապարտություն էր։ Ինքը ասելով, որ փառք քեզի Տեր, որ ես հափշտակող չեմ, շնացող չեմ, խաբեբա չեմ եւ այս մաքսավորի պես չեմ։ Տեսակ, դատում է։ Դատողություն է անում։ Բայց եւ այնպես ուրեմն այս աղոթքը ընդունելի աղոթք չեղավ։ Սովորենք, որ ինչպես պետք է աղոթենք։ Իսկ մյուս կողմից ասում է, մաքսավորը, որ խորհրդանիշն է մեղավորի, ինչ էր ասում, իր բերանով, անկյունը, ասում է, անգամ երեսը երկինք չէր բարձրացնում, հապա իր կուրծքը ներծեցում, ասելով, որ Աստված ներե մեղավորիս մեղքերը, Աստված ներե մեղավորիս մեղքերը, մարդը իրեն մեղավոր է ճանաչում։ Ահա այս է գաղտնիքը, որ Տեր Հիսուս Քրիստոս ասաց, ես արդարների համար չեկա, ես եկա մեղավորները կանչելու, քանզի ասալ Աբրահամի որդի էր, մեղավորի համար եկա, ում համար եկավ, մաքսավորի համար եկավ, մեղավորի համար եկավ, ով որ իր անձը կխոնարեցնի, Աստված նրան կբարձրացնի։ Մենք որևէ մի բան չունենք ներկայացնելու մեզանից, ես եւ դու, որտեղ մեր մեջ ոչ մի լավ բան չկա, մեկ բան լավ կա, այն էլ Տիրոջ տված հոգին է, որ միշտ տենչում է Արարչին, Տեր Հիսուս Քրիստոսին, եւ ահա սա է, որ մեր կյանքի մեջ մեզանից յուրաքանչյուրն էլ այսօր դատավորի դեր է տանում։ Ամեն ընտանիքի մեջ կան 60 դատավորներ, այր եւ կին, ամուսիններ, դատում են իրար, ընտանիքներ գնացեք, նայեցեք, ամուսինը կնոջն է դատապարտում, կինը ամուսինն է դատապարտում, զավակը մորն է դատապարտում, տղան հորն է դատապարտում, մեկ խոսքով բոլորը դատավոր են, ինչ է, մարդուս մեջ, այսպես է, երբ որ մի քանի հոգով հավաքվում են, մենք դատավոր ենք փնտրում, ահա, մենք էլ ենք դատում, առանց մտածելու դատում ենք, չսպասելով, շտապում ենք, առաջ ենք անցնում եւ երբեմն մենք դատում ենք մեկին եւ հետո ասում ենք, որ մենք ինչու այս բանը ասցինք, այսպես պիտի չլիներ։ Ինչ եղավ, Տեր Հիսուս Քրիստոսին դատեցին, չէ՞։ Դատավճիռ կայացրեցին եւ նրան ինչ դատավճիռ տվեցին, խաչելություն։ Եվ երբ որ խաչելությունը եղավ, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս խաչի վրա իր հոգին ավանդեց, ինչ պատահեց երկրի վրա։ Երկրաշարժ եղավ, խավարում եղավ։ Վարագույրը պատրվեց եւ մարդիկ ինչ ասացին, իրավցնե արդար մներ սա, որ մենք խաչեցինք։ Բայց այլևս դատավճիռը կայացվեց։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս ինչ ասաց, գիտեք խաչի վրա, հայր, ներիր, որովհետև
որովհետև չգիտեն ինչ են անում։ Աստծո որդին, այսինքն արարիչ երկնքի եւ երկրին մարդուն խաչում են, չգիտեն ինչ են անում։ Ներիր այս սրանց, Տեր, ներիր այս մարդկանց, որտեղ պետք է իմանան, պիտի գա ժամանակը, որ պիտի իմանան, որ Տեր Հիսուս Քրիստոսը Տեր է, փրկիչ է, համայն աշխարհի եւ իմ եւ քո փրկիչն է Տերը։ Գիտեք, շատ կարևոր է, որ Մատթեոս ավետարանի 7-րդ գլխի առաջի համարը գիտեք ինչ է ասում։ Մատթեոս 7:7 ասում է, որ մի դատեք, որպեսզի չդատապարտվեք։ Լսեցիք, մի դատիր, որպեսզի չդատապարտվես, ինձ է ասում, մի դատիր, որպեսզի չդատապարտվես։ Եվ շարունակում է ասում, քանզի ինչ դատով որ դատես, անով պիտի դատապարտվես, եւ ինչ չափով որ չափես, անով պիտի չափվի քեզի։ Տեսնում եք ինչ կա, եւ մենք այսօր այդպես ենք, մենք միշտ տեսնում ենք մեր դիմացինի սխալը, մենք միշտ տեսնում ենք մեր դիմացինի սխալները եւ անմիջապես հանդիմանում ենք, բայց մեր սխալները չենք տեսնում։ Գիտեք ինչու չենք տեսնում, որով մեր սխալները մեր ետևում են։ Մենք ետևը չենք տեսնում, մենք միայն առջևն ենք տեսնում։ Ինչ լավ կլինի, որ մենք նախ մեր աչքի գերանը հանենք։ Ես իմ աչքի գերանը հանեմ։ Շատ կարևոր է սա, բոլորիս է վերաբերում, ինձնից սկսյալ պետք է մենք հասկանանք, որ շատ հեշտ է մեկին դատապարտել, շատ հեշտ է մեկի սխալները տեսնել, հապա քո սխալով պիտի տեսնի։ Դրա համար ասում է, որ եւ ասում է, ինչու եղբորդ աչքի մեջի շուղը կտեսնես եւ քո աչքիդ մեջի գերանը չես տեսներ։ Հիսուսի խոսքն է սա։ Ուրեմն, ինչ կարևոր է, որ մենք այս ամեն ինչի մեջ կարողանանք ճիշտ ձևով աղոթել եւ այն դատավորը, որ մենք ունենք այսօր, երկնային դատավորը, որ արդար դատավոր է, մեր Տերն է։ Ինչ է տարբերությունը երկրավոր դատավորի եւ երկնավոր դատավորի։ Խնդրեմ։ Գիտեք, այստեղ աշխարհի դատավորները, երբ որ դատ են տեսնում, անմիջապես դատապաշտպաններ են գալիս, իրավաբաններ, փաստաբաններ, զորավոր փաստաբաններ են գալիս եւ փորձում են դատավորին համոզեն, որ մեղադրյալի աթոռին նստածը մեղավոր չէ։ Եվ փորձում են նրան մաքրեն, փորձում են նրան ճերմակացնեն, այսինքն խաբեբայությունով եւ դրամի կաշառքով համոզում են դատավորին եւ որպեսզի դատավորը նրան ինչ անի ազատ արձակի, ասելով որ okay, not guilty, մեղավոր չէ։ Բայց խորքի մեջ հանցագործ է, խորքի մեջ ավազակ է, մեծ հանցագործ է, մարդասպան է։ Չէ, մենք աշխարհի մեջ դա ենք միշտ տեսնում։ Այն օրը հիշեցի դեռ եւ այսօր մտքիս եկավ։ Գիտեք, տարիներ առաջ մի ֆուտբոլի խաղացող կար O.J. Simpson անունով, որ այս մարդը երկու մարդ էր սպանել եւ իրեն արդարացրեցին դատին։ Արդարացրեցին, ասացին, որ ինքը չի սպանել։ 2 տարի դատավճիռ գնաց, 2 տարի, եւ 20 միլիոն դրամ ծախսեց O.J. Simpson-ը։ Իր զորավոր դատապաշտպաններին եւ փաստաբանների միջոցով ազատ արձակվեց։ Ահա, երկրի դատավորը, աշխարհի դատավորը այսպես է դատը տեսնում։ Այսինքն աչառություն է անում, շատ դրամով ազատ է արձակում։ Եկեք տեսնենք մեր երկնավոր դատավորը ինչպես է։ Երբ որ մենք կանգնում ենք երկնավոր դատավորի առջև, մեր բոլոր մեղքերը հանում ենք եւ խոստովանում ենք նրան, որ մենք մեղավոր ենք, Տեր, ներիր մեր բոլոր մեղքերը, մեր հանցանքները, գիտակցաբար, անգիտակցաբար, երբ որ ինչ որ արել եմ, Տեր, որովհետեւ դու ես արդար դատավորը, որ պիտի գաս դատելու ողջերը եւ մեռելները, դու պիտի դատես։ Եվ ինչ է կատարում, սա ուղղակի նշանակում է քո դարձը, քո ապաշխարությունը, երբ որ բոլոր մեղքերդ խոստովանում ես, Տերը քեզ ինչ է անում, ազատ է արձակում։ Բայց դու քո մեղքերը խոստովանում ես, բայց եթե երկրավոր դատավորի առջև քո բոլոր մեղքերը խոստովանես, պիտի բանտը գնաս եւ ցմահ պիտի բանտարկվես։ Դրա համար այստեղ չեն խոստովանում, որպեսզի ազատ արձակվեն, բայց երկնային դատաստանից որևէ մեկը չի փրկվելու։
Աստված բոլորին պիտի դատի եւ արդար դատավոր պիտի լինի։ Եվ տեսեք թե Պողոս առաքյալը ինչ է ասում Կորինթացիներից ուղված 4-րդ գլխի 4-րդ համարից։ Պողոս առաքյալ Կորինթացիս 4:4-ը ասում է Պողոս առաքյալ իրեն համար է ասում եւ հետո բոլորիս է վերաբերում այս նախադասությունները ասելով. «Վասնզի ես իմ անձիս վրայով բան մը չեմ գիտեր, բայց ոչ թե ասով կարդարանամ, հապա զիս դատողը Տերն է»։ Պողոս առաքյալն է ասում, զիս դատող ասում է Տերն է, ուրեմն ժամանակին առաջ դատաստան մի ինեք, մինչև գալ Տերը, որ խավարին գաղտնիքը լույսին պիտի հանե, ու սրտերուն խորհուրդները հայտնի պիտի լինե, ու այն ատեն ամեն մեկուն գնահատությունը Աստծո պիտի ըլնա։ Տեսնում եք ինչ գեղեցիկ է ասում, որ Աստված խորհուրդները գիտի, ծածուկ, գաղտնիք, ամեն բան գիտի։ Մենք նայում ենք արտաքինին, մենք նայում ենք իրար այսպես ենք դատում, տեսանելի ձևով, բայց Աստված մտքերը, խորհուրդներն է քննում, մեր սրտերը գիտի Տերը, դրա համար ասում է, որ թող Տերը ինձ դատի։ Մարդիկ ինչ կասեն, թող ասեն, բայց մենք Տիրոջ դատաստանին երբ որ գանք, հիշենք Ներսես շնորհալի 23-րդ աղոթքը, տեսեք ինչ է ասում։ Ներսես շնորհալի 22-րդ աղոթքը։ Արդար դատավոր, երբ հորդ փառքովը գաս ողջերն ու մեռելները դատելու, քու ծառայիդ հետ դատի մի մտնար։ Այլ փրկեզիս հավիտենական կրակեն եւ լսելի է ինձի երկնքի արքայության երանավետ կոչը արդարներուն եւ ողորմե քու արարածներուդ։ Ներսես շնորհալին իրեն համար է ասում եւ ինձ բազմամեղիս։ Տեսնում եք, որ մեղքերով, ահա այսպես է, յուրաքանչյուր մարդ, որ իրեն մեղավոր չի ճանաչի, Աստված իրեն համար իր սիրելի որդին չղրկեց, որտեղ Տեր Հիսուս Քրիստոս մեղավորի համար եկավ, որպեսզի մենք մեր մեղքերը խոստովանենք եւ Տիրոջ կողմից ստանանք այդ խոսքը, փրկության խոսքը, որ եկ իմ սիրելի զավակս, եկ եւ երկնքի արքայությունը ժառանգիր, որ պատրաստված է քեզի համար։ Ահա սա է, որ մենք պետք է թախանձագին ամեն ժամանակ մեր հոգին պետք է աղոթի ամեն ժամանակ ինչի համար Տեր Հիսուս Քրիստոսին, մեր արդար դատավորին, որ Տեր ինձ ազատե իմ ոսոխես, ով է իմ հակառակորդը։ Պետրոս առաքյալ ասում է, որ ձեր հակառակորդը Սատանան մռնչող այրուծի պես ձեր 4 կողմը կպտտի։ Անոր դեմ կեցեք հարատևությամբ, հավատքով։ Եվ ինչ լավ է, որ մենք հնազանդվենք Աստծուն, ինչ լավ է, որ մենք անոր ճամփայով քայլենք։ Երբ որ մենք Աստծուն կհնազանդվենք, բնականաբար Սատանային հակառակ կկանգնենք։ Խավարից դեպի լույսի կգաս։ Եղբայր եւ քույր, մենք իմանանք, որ յուրաքանչյուրս էլ մեղավորներ ենք։ Որևէ մեկս Պողոս առաքյալից ավել չլինենք, Պետրոս առաքյալից առաջ չգնանք։ Պողոս առաքյալ ասում է, որ ես մեղավորների գլուխն եմ։ Պետրոս առաքյալ ասում է, որ Հիսուսին ինչ գործ ունես ինձի հետ, ասում է, մեկ թող ինձի, ասում է, ես մեղավոր մարդ եմ, ասում է, ինձնից հեռու գնա, ասում է, Տեր։ Եվ Հիսուսն ասում է, որ Պետրոս, այսօրվանից դու այլևս ձկնորս չես, մարդորս ես։ Այսօրվանից դու արդեն մարդկանց պիտի որսաս, իմ խոսքով։ Ուրկանը պիտի նետես, այսինքն իմ խոսքը պիտի նետես ժողովրդի մեջ, եւ այդ ուրկանի մեջ պիտի վերցնես, իմ խոսքով հավիտենականության մեջ պիտի վերցնես մարդկանց, եւ պիտի նրանց իրենց մեղքերից դուրս բերես, տիղմից պիտի հանես եւ նրանք կյանք պիտի ունենան։ Բայց հակառակը Պետրոսը գնում էր ձուկ էր որսում, կենթանի ձուկին տիղմից անում էր ձուկը
դուրս էր հանում, ծուկը մեռնում էր, սատկում էր։ Բայց երբ որ մարդկանց որսորդ էր լինում, մարդկանց հանում էր այդ կեղտից, այս աշխարհի չարությունից կյանք է պարգևում։ Ահա այս է տարբերությունը նաև ձկնորսի եւ մարդորսի։ Աստված մեծապես օրհնի եւ այս առակի պատմությունը մեզ սովորեցնում է, որ աղոթեցեք առանց զազրանալու, հարատև աղոթեցեք ամեն ժամանակ, որտեղ Տերը լսում է բոլորիս աղոթքները եւ ժամանակին պիտի պատասխանի, ոչ թե մեր ուզած ժամանակին, հապա իր ուզած ժամանակին Տերը պիտի պատասխանի եւ Տերը չի ուշացնի իր պատասխանը եւ չի սխալվի, իսկ ես եւ դու կսխալվենք, բայց Տերը չի ուշանա միշտ։ Իր ժամանակին գքա եւ կերակուրը ժամանակին կտա մեզ։ Ահա այսօր թող օրհնաբեր լինի յուրաքանչյուրիդ համար եւ Տերը թող բոլորիս զորացնի եւ հավատքի մեջ հաստատ պահի։ Ուրեմն այս համարը մենք այս տարի այսպես կոչեցինք. Ջանքի մեջ թուլասիրտ մի լինեք, հոգիով բորբոքեցեք եւ Տիրոջը ծառայեցեք։ Հույսով ուրախ եղեք, նեղության մեջ համբերեք եւ հարատև աղոթեցեք։ Աստված օրհնի բոլորիդ մեծապես, անընդհոր եւ որդվոյ օգուտ սրբո, ամեն։